Եթե խնդիրը եղե, իմ համար արդեն վերապահումով է այդ 124 միլիարդի բանը, այդ թվի ճիշտ լինելը, որտեվ ուրիշ խնդիրներ եկավ, շատ մարդիկ վախենալով հետագա ընթացքներից, ոչ թե վախենալով, այլ ավելի ճիշտ գլխացավանք չունենալու գործերը կարճելու, շատ մարդիկ ճշտված հաշվարկներ են տվել նույն օպերատիվ հետախուզական աշխատանքների շրջանակներում, բայց ոչ միշտ են համաձայն են թվերի հետ, ուղղակի այդ խնդիրը վերացնելու համար այդ ճշտված հաշվարկները տալիս են։ Հիմա ես ներկայացնել էսի դրա արդյունքում, իմ կարծիքով այդքան էլ ճիշտ չի, ու այդ թվերը իրական պատկերը, իրական հարկերը թաքցնելու հետ կապված, այսինքն այդ պատկերը չի տալիս։ Երկրորդ, եթե մենք ամեն տարի գնալով շատացնում ենք, նշանակում է կամ ստվերն է գնալով շատանում, եթե ամեն տարի ավելանում, չէ, եթե ամեն ինչ նորմալ է արվում, պետք է նվազել այդ թվերը։ Մենք ամեն տարի համ ստվերն ենք շատ կրճատում, հետո ամեն հաջորդ տարի ստվերի կրճատման արդյունքում ավելի շատ փող ենք բերում։ Այդպես չի լինում։ Ինչ-որ մի բան այն չի ստեղ։ Ինչ-որ մի բան այն չի։ Հիմա կարող է դրա արդյունքում մենակ ավելանում է բանը ծախսարդյունավետության ցուցանիշը, բայց իրական հարկային պարտավորությունների դեպքում վերապահում է պետք անել, առնվազն այդ թվերին, էլի։ Տեսեք, շատ պարզ բան եմ ասում, ես չլսեցի այդ ասուլիսի ընթացքում, կարող է ուշադիր չեղա, վարձակալության տրված բնակարաններից եկամտային հարկի այդ մուտքերի մասին ինձ շատ հետաքրքիր կլիներ, ինչ ա եղել, ինչ արդյունքի են հասել, որովհետև այդ մի երկու տարի առաջ որ օրենքը փոխվեց հայտարարություն տալը, ես համոզմունք ունեմ, որ այդ թվերը ոչ շատ մեղմաս են, ոչ բոլորն են ճիշտ հայտարարագրում, ու տենց վերապահում էլ ունեմ, թե որևէ տենց գործում մեխանիզմա ներդրել ՊԿ-ը այդ երևույթը կանխելու համար։ Նույնը, ասենք, ինչ որ այսի 30,000 չգրանցված աշխատողներ, առնվազն բոլոր, չգիտեմ, ես գոնե արեստավորները, ովքեր մարդկանց տանը գործ են անում, մեծ մասը չգրանցված են, որևէ ձև օրինական դաշտում չեն գործում։ Հիմա այդ ուղղությամբ չգիտեմ ինչ արվում։